Եթե ինչ-որ մեկին չի բավարարում այս կամ այն մեդիայի լուսաբանած թեմաների բազմազանությունը, նա կարող է այդ պակասը լրացնել որևէ այլ մեդիայի պատրաստած մեդիա կոնտենտին հետևելով եւ այստեղ որևէ ձևով պետք չէ տրվել այդ անուղղակի շանտաժներին։ Երբեք չպետք է մենք դուրք տանք ցանկալին իրականության տեղ ներկայացնելու տարբեր հնարավոր գայթակղություններին։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տարբեր գնահատականներ կան ընտրություններին մեդիայի աշխատանքի մասին, բայց ինչքան որ ես եմ լսել Factor TV-ից բոլորը գոհին։ Ինչպես աշխատեցիք։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ նաեւ նման արձանագրման համար։ Աշխատեցինք շատ ակտիվ, ինչպես սովորաբար մենք աշխատում ենք, չնայած որ մենք դեռ 10 տարեկան էլ չկանք, բայց սա արդեն թվով 4-րդ համապետական ընտրություններ, որից երկրորդը արտահերթ էր։ Եվ աշխատեցինք շատ ակտիվ, ուղիղ հեռարձակումներով, 24/7 ռեժիմով, բայց այս անգամ նաև ունեցանք որոշակի նորամուծություններ։ Այդ մասին եմ ուզում հարց լինել են թե ինչ նոր նախագիծ արեցիք այս անգամ։ Այս անգամ մենք հատուկ շեշտ դրեցինք փաստերի ստուգման եւ ապատեղեկատվական հոսքերի ոչ միայն դեբանկինգի, այսինքն արձագանքման, այլև կանխարգելման պրեբանկինգի վրա եւ գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունենում էինք ամենատարբեր կեղծ նարատիվների, կեղծ փաստերի, մանիպուլատիվ եւ նաեւ հենց հստակ ապատեղեկատվական հոսքերի վերաբերող հրապարակումներ, հետաքննություններ, բացահայտումներ եւ պետք է ասեմ, որ այս անգամ նկատելիորեն ավելի մեծ էին հոսքերը։ Այսինքն ոնց որ ընտրությունների ժամանակ ստացվում է, որ Factor TV-ի փաստերի ստուգման թիվը ձևավորվեց։ Չէ, մենք թիմը վաղուց ունեինք, բայց Factor TV-ն ընդհանրապես մեր կանոնակարգում դա պարտադիր պայման է փաստերի ստուգումը անցկացնել, գործընթացը անել հրապարակումից առաջ եւ մենք միշտ ունեցել ենք այդ պրոցեդուրան եւ ունեցել ենք թիմը, բայց քանի որ ապատեղեկատվական հոսքերը ընտրական այս փուլում ավելի ակտիվացան, ավելի տեսանելի դարձավ մեր աշխատանքը եւ մենք որոշեցինք, որ այդ բնույթի նյութերը մենք կզետեղենք արդեն կայքում ստեղծված առանցին բաժնում, մի բան, որ նախկինում չէինք անում, պարզապես մեր լրահոսի մեջ էինք զետեղում։ Եվ ես կուզենայի նաև նշել մի բան, որ կարծեմ թե առաջին անգամ Հայաստանում արվեց, նաև երբ հանրային հեռուստատեսությամբ առաջին համարների բանավեճներ, մենք իրականացրեցինք համաժամանակյա real time fact check եւ բանավեճի հեռարձակմանը զուգահեռ մեր փաստեր ստուգողների թիմը ստուգեց 13 պնդում ներկայացնելով, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Եվ դատելով այն բանից, թե ինչքան դիտումներ ունեցան հենց այդ համաժամանակյա fact check-երը, կարող եմ ասել, որ փորձը հաջողված էր եւ պահանջված։ Խոսենք առանձին դիբանկի եւ պրիբանկի մասին, այսինքն ժանրը մի դեպքում այն է, որ արդեն պնդումը ստուգում ենք եւ ասում ենք գնահատանական ենք տալիս, ինչպիսին է այն, իսկ պրիբանկը այն է, որ ոնց որ նախորոք մտածում ենք, թե ինչն է, որ կարող է ապատեղեկատվական հոսք դառնալ եւ այդ թեմայով գնում ենք առաջ։ Factor-ի համար որն է ավելի, այսպես ասած, առաջտային եւ ինչպես եք աշխատել այդ դաշտում։ Ես կդժվարանամ ասել, որն է առաջնային, դա կախված է կոնկրետ իրավիճակից, կոնկրետ թեմայից եւ կոնկրետ նարատիվից։ Պրիբանկ անելը, որակյալ պրիբանկ անելը իհարկե անհամեմատ ավելի դժվար է եւ շատ դեպքերում պրիբանկը պետք է նաեւ հասկանալ ուղղակի կեղծիքի տարածման կանխումը անելու տեսանկյունից։ Երկուսն էլ կարևոր են, բայց ես ուզում եմ այստեղ հստակ նշել, որ ճիշտ է ընտրական փուլում մենք ունեցանք նաև մի քանի բավականին աղմկահարույց հետաքննություններ եւ բացահայտումներ եւ հիմնականում մեդիա օրակարգը այդ օրերին շրջանառվեց հենց այդ հետաքննությունների շուրջ,
Բայց ես նաև շատ կարևորում եմ այն նիշան, որը Unifactor TV-ն միշտ ունեցել է եւ դրա շարունակումը, այն է հենց տեղում աշխատանքը, բոլոր թեժ կետերից աշխատանքը, արագ աշխատանքը, հավաստի ճշտված աշխատանքը, ինչը եւս մենք զուգադրեցինք այդ փաստերի ստուգման մեր ջանքերի հետ եւ մենք շատ ակտիվորեն ներկայացրեցինք ոչ միայն ընտրությունների օրը կամ քարոզարշավի ընթացքում, այլ առհասարակ, երբ որ տեղի են ունենում զարգացումներ թեժ, գիտեք, ֆակտորը առաջիններից մեկն է տեղում լուսաբանում եւ ես կարծում եմ, որ այդ դաշտային աշխատանքը, տեղից աշխատանքը լրագրողական եւս ոչ պակաս կարեւոր է եւ մենք իհարկե նաեւ համադրեցինք մեր տաղավարային հարցազրույցները մենք ամեն օր ունենում էինք առնվազն 4 հարցազրույց, որի ընթացքում ներկայացվում էին տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներ նրանց ներկայացուցիչների միջոցով, նաև քաղաքասարակության ներկայացուցիչների, փորձագետների եւ այլն եւ բանավեճերը, որոնք մենք միշտ ունեցել ենք ամեն շաբաթյա, այս դեպքում եւս ունեցանք նաեւ երիտասարդական բանավեճեր կազմակերպեցինք, ամենօրյա վիդեո ռեպորտաժներ, մի խոսքով ամբողջ փունջը փորձեցինք ապահովել մաքսիմալ ակտիվ, ցավոք ունենալով բավականին փոքր թիմ, փոքր ռեսուրսներ ի համեմատ այլ մեզ հետ մրցակից մեդիաների հետ, բայց շնորհակալ եմ, որ ասում ես, որ մեր աշխատանքից բոլոր կողմերից գոհ են եղել։ Ես միայն դրական եմ լսել, իսկ լսարանից արձագանք ունեք ձեր նորողության համար, ձեր համար համեմատաբար փաստերի ստուգման ունենք, էլի պիտի ասեմ, որ դա մեր համար նորողություն չի։ Մենք ուղղակի հիմա ավելի համակարգված ենք դա ներկայացնում որպես այդպիսին, ունենք արձագանք եւ գուցե անհամեստ հնչի, հիմնականում դրական արձագանք է, բայց ես կարծում եմ այստեղ խնդիրը նաեւ այն է, որ մենք փորձում ենք համակողմանի լինել եւ անպայման ուշադրություն դարձնել տարբեր ուժերի բալանսավորված տարբեր կողմերից եկող ապատեղեկատվական հոսքերին եւ օրինակ նույն մեր հետաքննություններից մեկի հետ կապված շատ հետաքրքիր էր, որ շատ դրական եւ շնորհակալության արձագանքներ էին հնչում, սովորաբար մեր աշխատանքից պարբերաբար դժգոհություն հայտնած կողմերից եւ գիտեք ընդհանրապես գեղամի հետաքրքիր տենդենց կա միգուցե նորմալ է, բայց երբ անկախ լրատվամիջոցը ինչ որ հրապարակում է անում, որը այս կամ այն քաղաքական ուժի շահերի ծիրում է, իրենք այսպես սկսում են քեզ գովաբանել, դու ամենալավն ես, հետո հանկարծ ինչ որ այլ հրապարակում է լինում, մեկ էլ այսպես բայց ոնց եղավ, մենք կարծում էինք, թե դուք այսպես մեր համակիր եք եւ ինչ որ նեղացվածություն եւ ես կարծում եմ, որ մենք մեր տարիների աշխատանքի արդյունքում եւ մասնավորապես ու հատկապես նաեւ այս ընտրական փուլում մեր աշխատանքի արդյունքում եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մենք զբաղվում ենք բացառապես լրագրությամբ եւ մեր առաջնային նպատակը հանրությանը իրազեկելն է հնարավորինս ստուգված, հավաստի եւ ճշգրիտ փաստերի միջոցով։ Ընտրական շրջանում մինչև ընտրությունները քաղաքական տարբեր դերակատարներ դժգոհում էին մեդիայի աշխատանքից, ինչ որ դեպքերում ուղղակի թիրախավորում էին, ինչ որ դեպքերում ասում էին, որ այս կամ այն քաղաքական ուժի համար են ծառայում, ֆակտորը նման պատմությունների մեջ եղել է, ձեզ փորձել են ասել, որ դուք այս մի քաղաքական ուժի համար եք աշխատում եւ կողմ եք պահում։ Մշտապես Գեգամ ջան, սա նորություն չի մեզ համար, նաև անցնող տարիներին է եղել նման իրավիճակ եւ նախկինում, երբ մեր ամենօրյա այս առավոտյան ժողովներն էին լինում, երբեմն լրագրողները այսպես նեղվում էին, որ իրենց այս կամ այն հրապարակման հետ կապված, օրինակ սոցիալական մեդիայում հնչել է մեղադրանք, որ ինչու եք այս մասին գրել եւ հետաքրքիր էր, որ նույն պահին հակառակ կողմից հնչում էր գովասանք եւ մենք արդեն սովորել ենք, որ նույն օրը կարող են մեզ տարբեր բևեռներից նույնաբովանդակ մեղադրանքներ հնչեցնեն, ինչը խոսում է միայն այն մասին, որ մենք աշխատում ենք անկողմնակալ եւ մենք արդեն շատ հանգիստ եւ նորմալ ենք դրան վերաբերում, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես մեդիային թիրախավորելու այս գործելավոճը, որը հատկապես վերջին շրջանում ավելի երևում է, կարծում եմ, որ դա
լավ չէ, բնականաբար դա լավ չէ ոչ միայն մեզ համար, այլ ընդհանուր առմամբ հանրային վստահության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որովհետև ես ընդհանրապես նկատում եմ վերջին տարիների միտում մեդիայի դերակատարության նվազեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկելու եւ մենք հիշում ենք, որ օրինակ հեղափոխությունից հետո կար մի փուլ, երբ առհասարակ փորձ էր արվում մեդիային դնել մի կողմ եւ ամբողջ հաղորդակցությունը սոցիալական ցանցերի միջոցով տանել, մինչեւ այն պահը, երբ ծագեց առաջին ճգնաժամը եւ այդ ժամանակ արդեն ակնհայտ դարձավ, որ այն դերը, որը ունի մեդիան, ինչքան էլ սոցիալական ցանցերը տալիս են այդ հնարավորությունը, չի կարող փոխարինվել, որովհետեւ եթե մենք խոսում ենք որակյալ եւ կողմնակալ մեդիայի մասին, ապա այդ դեպքում սպառողը ակնկալում է ճշտված փաստեր, ոչ թե այն պատկերը, ինչը մենք ունեցանք նախորդող ճգնաժամային իրավիճակներում, երբ ուղիղ եթերով տարբեր պաշտոնյաներ տարբեր չճշտված եւ սխալ փաստեր էին ներկայացնում եւ ցավալիորեն դրա ամեն դեպքում արձագանքը էլի մնաց հանրության վստահության պակասի տեսքով առ լրատվամիջոցները։ Մենք դիտարկում ենք ապալեգիտիմացման փորձ նաև մեդիա դաշտի, ինչպես քաղաքասարակության հետ է լինում, երբ որ փորձում են դերը նվազեցնել, անվստահությունը խորացնել մեդիայի նկատմամբ եւ որն է բաղադրատոմսը դրան հակազդելու մեր համար։ Ես կարծում եմ որակյալ աշխատանքը էլ ավելի հավատարիմ մնալը էթիկական որակյալ լրագրությանը, որովհետև պետք է համաձայնեք, մենք ասելով մեդիա դաշտում երբեմն լինում են դրսևորումներ, որոնք մեծապես նպաստում են այդ ապալեգիտիմացման process-ին, խոսքը գնում է ոչ միայն չճշտված տեղեկատվություն հրապարակելու մասին, այլև երբեմն հանրայնորեն հնչեցվող մեղմ ասած էթիկական չափանիշներից դուրս հարցադրումների մասին, հաճախ լրագրողները հարցադրում անելու փոխարեն դառնում են կողմ եւ լրագրությունը փոխում են ակտիվիզմի հետ։ Ես կարծում եմ, որ պետք է նախ եւ առաջ մենք նաեւ փորձենք ավելի լավ աշխատել, ավելի որակյալ աշխատել եւ ինչու ոչ նաեւ մտածենք գործընկերային ներքին ավելի համագործակցային միջավայր ձևավորելու մասին, որպեսզի միասնական ինչ որ մոտեցումներով փորձենք հակազդել ձեր նշած process-ին։ Խոսքս նաև այն մասին է, որ լինում է ասում են, այ դուք ինչու այս մասին չեք պատմում, իսկ այս մասին պատմում եք, այս թեման շրջանցում եք, այս թեման խորացնում եք, այս օրակարգը առաջ եք տանում, իսկ այս օրակարգը անտեսում եք, կողմ եք պահում, այդ խոսակցների մասն է նաև։ Գիտեք, դա այսպես քողարկված շանտաժի ձև է, հա, մեդիային ստիպելու, որպեսզի նրանք հետևեն այն օրակարգին, որը որ ցանկանում են այս կամ այն ուժերը։ Ես կարծում եմ, որ Փառք Աստծո Հայաստանում կան բավարար թվով անկախ լրատվամիջոցներ, մեդիա բազմազանություն եւ եթե ինչ-որ մեկին չի բավարարում այս կամ այն մեդիայի լուսաբանած թեմաների բազմազանությունը, նա կարող է այդ պակասը լրացնել որևէ այլ մեդիայի պատրաստած մեդիա կոնտենտին հետևելով եւ այստեղ որևէ ձևով պետք չէ տրվել այդ անուղակի շանտաժներին։ Ցանկացած խմբագրություն ինքն է որոշում իր խմբագրական քաղաքականությունը եւ ինքն է որոշում, որոնք են թեմատիկ առաջնահերթությունները իրենց համար։ Ձեր աշխատանքում որոշումներ կայացնելուց ինչքանով են ձեզ օգնում ձեր կանոնակարգերը, ձեր ստանդարտները։ Մեծապես են օգնում այդ կանոնակարգերը մեր լրագրողական, այսպես ասած, սահմանադրությունն է, որի շրջանակներում մենք աշխատում ենք եւ դրանցով ենք առաջնորդվում, իդեպ մեր գործունեության հենց ամենասկզբից եւ առանց այդ կանոնակարգերի իհարկե չենք պատկերացնում մեր աշխատանքը։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ շատ էր քննարկվում Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների մասնակցության հարցը եւ Factor News հրապարակեց այն մասին, որ սահմանային հատումները թվով առանձնապես չեն տարբերվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, եթե նույնիսկ զիջում են, եւ դա էլ քաղաքական շատ ուժեր ընդունեցին ուրախությամբ, մյուսները ոչ այդքան ուրախությամբ։ Հետընտրական շրջանում արդեն մեր գործընկերներից փաստերի ստուգման հարթակ հրապարակեց մի հոդված, որը որ թվերով տարբերվում էր Factor-ի գրած հոդվածից եւ ցույց էր տալի, որ ինչ որ աճ ամեն դեպքում եղել է եւ
հետո Factory եւ փաստերիստիկական հարթակի FIPI էջերում եղան բացատրական հոդվածներ եւ ես ենթադրում եմ նաեւ ձեր միջև եղել է խոսակցություն։ Կպատմեք այդ process-ի մասին, ոնց եք ձեր գործընկերների հետ աշխատում նման դեպքերում։ Շատ սիրով, շատ գործընկերային, ես պետք է նշեմ, որ մի բան, որը մեզ համար սկզբունքորեն կարևոր է, երբեք չպետք է մենք տուրք տանք ցանկալին իրականության տեղ ներկայացնելու տարբեր հնարավոր գայթակղություններին։ Եվ երբ որ մենք պատրաստում էինք այդ նյութը, մեզ համար էլ էր զարմանալի, բայց իրականում հաշվարկները ցույց տվեցին, որ այո, Հայաստան մուտք գործած բոլոր մուտքերի թվով շուրջ 13000-ով ավելի պակաս է եղել։ FIPI մեր գործընկերները այլ մոտեցում էին դրսևորել, նրանք միայն Ռուսաստանից եկածների թիվն էին փորձել արձանագրել, այդտեղ մի փոքր նրբություն կար, որ կարձևակերպում, որ Ռուսաստանից ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչ նշանակում է քաղաքացի լինելը, նշանակում է իրավական կարգավիճակ ունենալ եւ ունենալ նաեւ ընտրությունների մասնակցելու հնարավորություն, դա էր որոշակի թյուրիմացության տեղիք տվել, բայց ես կարծում եմ, որ հենց այս օրինակը կարող ենք վերցնել որպես առողջ գործընկերային բաց թափանցիկ շփման օրինակ, փոխադարձ հրապարակային պարզաբանումներից հետո FIPI մեր գործընկերները նաև համապատասխան շտկում արեցին իրենց նյութում եւ ես կարծում եմ, որ այս օրինակը հենց ցույց է տալիս այն մասին, որ մենք աշխատում ենք եւ մենք եւ մեր գործընկերները թափանցիկ, բաց եւ գործընկերային։ Այդ համագործակցության մասին խոսելիս պետք է երևի հիշենք, որ մենք գործընկերներով Factor-ը, փաստերիստիկական հարթակը, հետքը, Civilnet-ը, Ամփոփը մի նախաձեռնության մեջ ենք, որը սկսվել է ընտրություններից առաջ եւ ընտրությունների ժամանակ pop-up newsroom, փաստացի խմբագրություն ձևավորելն է, որը ընտրությունների եւ հետընտրական շրջանում աշխատելու է հասարակության համար եւ աշխատում է ապատակատվական հոսքերը դիմագրավելու համար։ Այդ համագործակցությունը ինչպես կգնահատեք եւ կարծում եք ապագա ունենք մենք այդ տեսակետից համագործակցության, ցանցային համագործակցության։ Ես գուցե սուբյեկտիվ լինեմ, որպես այդ համագործակցության անդամ կազմակերպության ներկայացուցիչ, բայց ես իհարկե դրական եմ գնահատում եւ կարծում եմ, որ ինչքան շատ լինեն նման նախաձեռնությունները, այդքան ավելի լավ, ավելի ես կուզեի, որ այդ ցանցը ընդլայնվեր, լիներ ավելի ներառական եւ նաեւ շատ կուզեի, որպեսզի մենք ունենայինք պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ, դա միայն օգնելու է դաշտի ավելի ուժեղացմանը։ Factor TV-ն ընկալվում է որպես հեռուստաընկերություն, on-line հեռուստաընկերություն, ինտերնետային, ինչպես եւ դուք եք դիրքավորվում, բարեբախտաբար, այդպես է մարդկանց մոտ խոսում եմ, բայց նաեւ կարծիքներ եմ լսում, որ այ երբ ենք մենք եթերում տեսնելու, հեռարձակվող եթերում տեսնելու Factor TV-ին, գուցե հեղինակազորվի եւ մտնի, ասենք, IPTV կաբելային ցանցեր, ինչ նախագծեր ունեք այդ տեսակետից։ Ձեր նշած ուղղությամբ առաջին առաջարկը մենք ստացել ենք արդեն 2018 թվականին դեռ, բայց մենք մտածեցինք, որ մեր նիշան մի փոքր այլ է, քանի որ գիտեք մենք ՀԿ ենք եւ ունենք այլ առաջնահերթություններ, ճիշտ է մենք ունենք մեծ լսարան, եթե չեմ սխալվի, անկախ on-line TV-ների մեջ թերևս մեծերից մեկը, եթե ոչ ամենամեծը, եւ մտածում ենք, որ մեր այդ լսարանը շատ կարևոր է մեզ համար հենց on-line տիրույթում եւ մենք այստեղ ունենք աշխատանք անելու, առավել եւս որ դասական իմաստով հեռուստատեսության համար մենք մի փոքր տարբերվում ենք, մենք չունենք entertain content, թեթև content, մենք որպես ՀԿ ունենք մեր առաջնահերթությունները եւ հաճախ լուսաբանում ենք այնպիսի թեմաներ, որոնք շատ կարեւոր են, բայց clickable չեն, լայն հանրության համար գուցե հետաքրքիր չլինեն եւ մտածեցինք, որ մի փոքր սպասենք, տեսնենք ինչ կլինի, հետագայում մենք հեղինակազորվեցինք, մենք տևական ժամանակ ունեինք այդ հեղինակազորումը եւ ես ուղղակի չեմ ուզում, որ դա լինի ինքնանպատակ, այսինքն անել պարզապես անելու համար, մենք իհարկե կարող ենք
եթերային ժամանակը լրացնել մեր արտադրած կոնտենտով, բայց դրա համար որպեսզի լիարժեք անենք, անհրաժեշտ են դեռ նոր ռեսուրսներ եւ կան օրինակներ, երբ հեռարձակող ալիքներ կան, որոնք շատ են անում այս կրկնությունը, լուփը։ Ես մտածեցի եւ մեր թիմում մենք մտածեցինք, որ դրա անհրաժեշտությունը չկա, առավել եւս որ հիմա կա տենդենց մեծ մասը հանրության սպառողների ավելի շատ համացանցային տարբերակով են հետևում լուրերին, բայց չի բացառվում առաջիկայում վերադառնանք այս հարցին, նորից քննարկենք եւ ունենանք այլ որոշում։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։